մեր կենթանի ասուն, ինչ լավ է, որ այսօր, այս ցրտին, այս ձմեռվանը, որ կարար տունը նստեր, տակ դիվանին, կողքեր մի բան դներ, քեզի զբաղվեր, բայց թող եկել ես Տիրոջ ներկայության մեջ։ Այդ զոհը, որ դու այսօր արել ես, թող Աստված այդ կրակ իջացնի այդ զոհի վրա, ոնց որ Նոյի վրա այդ անուշահոտ խոնքի հոտներ գալի։ Տերը օրհնի քեզ, մի հատ կարաս կողքինին շպտաս, փաթաթվես, այն քո ջերմությունը տաս իրան, որ ամեն բան հեռանա։ Տերը օրհնի քեզ, սիրելի փառաբանություն, շնորհակալություն, կարող եք նստել։ Ժողովուրդ ջան, ո՞նց եք։ Էլի ես տունն եմ, չէ՞, ես տունն եմ։ Ինչ լավ է, որ ձեզ տենում եմ։ Ճիշտ է, մի քիչ ուշ ենք գալի, բայց այն որ մենք հայրը սիրում ենք, չէ՞, մի քիչ ուշ գանք, բայց համով, հոտով, նուշով գանք, չէ՞։ Ես այսօր մենակ չեմ սիրելիս, ես այսօր իմ կյանքի ընկերոջ հետ եմ, իմ կնոջս հետ եմ, ինչի համար համ ինքը իմ կողակիցն է, չէ՞, որ չի հերիքում, Աստծո խոսքն է ասում, համ էլ կյանքի ընկեր է։ Դժվարության ժամանակ, նեղության ժամանակ, ուրախության ժամանակ, ամեն ժամանակ մենակ կինն է կողդ, քո կեսն է կողդ, ամուսինդ է կողդ, երեխանք մեծանա կգնա, ծնողները առանձին կապրեն, չեն, բայց այն որ ասում է տղամարդու նազ ու տուզը մեկը էլի կնիկն է լսում, չեն, մեկը էլի կինն է ամեն բան լսում, ամեն բան տանում, ամեն բան անում, ինչքան էլ փնթ տղամարդը մեկը կինը սիրով ամեն բան տանում։ Դրա համար Տերը օրհնի քեզ, եթե դու ընտանիքով ես, փառք Աստծուն ձեր համար, եթե ընտանիքով չես, ուրեմն ընտանիքդ պետք է բերես, սիրելիս։ Բերես Տիրոջը ծանոթացնես իր հետ, որ քո տան մեջ ամեն ինչ փոխվի։ Ես այսօր ուզում եմ մի քիչ խոսամ դրա մասին։ Գնանք Ծննդոց գլուխ։ Ամենահետաքրքիր տեղն է, ու գիտես ինչ, ամենավատ տեղն է։ Մի տեղ, որտեղ աշխարհի ամենամեծ պարտություն եղավ։ Ադամը ցավոք սրտի պարտվեց։ Ես կոչել եմ այս պահը աշխարհի ամենամեծ պարտությունը։ Եվ մարդը իր կյանքում տարբեր բնագավառում կարա պարտվի։ Առողջության մեջ, աշխատանքի մեջ, ֆինանսների մեջ, անձնական հարցերի մեջ, դու կարում ես վերականգնես այս ամեն ինչ։ Տրված է ինձ ու քեզ որպես մարդ ամեն ինչ քո բաժին անես, որ վերականգնես, բայց ստեղ հոգևորի մասին էր խոսքը։ Այն պայմանագիրը, որ ուներ Աստվածն ու Ադամը, Աստված մարդ, առաջի պայմանագիրը եղել է։ Աստված ասեց. ամեն մի պտղից կուտես, բայց ես մի ծառի պտղից չուտես։ Ամեն ինչով ապահովել էր իրան, ամեն ինչ տվել էր իրան։ Եթե դրանից առաջ խոսքերը, որ կարդաս Ծննդոց գլխի սկզբնամասը, առաջին 2 գլուխը, կհասկանաս, որ Աստված ամեն ինչ արարեց մարդու համար, պատրաստի, այն որ մենք սիրում ենք ասենք, այն որ ձեռի մեջ ձվածեղ արեց, բերես, տվեց իրան, մնում է որ դու վայելես, ուտես, ուրիշ ոչ մի բան պետք չի։ Դա ավելին ասեմ, բերես, դրես բերանի մեջ, որ մնում է մենակ ծամես ու վայելես։ Այս աստիճանի ինքը սիրեց իր արարածին։ Բայց իր արարածին հենց այնպես չստեղծեց։ Աստվածաշունչը ասում է ստեղծեց իր նմանությունով ու պատկերով։ Իր նմանությունով ու պատկերով, փառահեղ մարմնով, իր էությունով, ստեղծագործող, արարող, շինող, ավելացնող։ Բայց ասեց, մի հատ բան եմ խնդրում քեզանից։ Ասեց, մի բան կա, որ պետք է չանես։ Ու շատ հաճախ մեր կյանքում էլ է այտենց լինում, որ մենք գնում ենք մի հատ ընթացք, մի հատ ճանապարհ, կողից խորհուրդ են տալի, ծնողը խորհուրդ է տալի երեխուն, ինչպես միշտ որ ծնող եմ, վերջը անցել եմ, չեն ինչ-որ որոշակի կյանք, ինչ-որ ճանապարհ անցել եմ, չեմ կարամ քեզ խորհուրդ տամ։ Ասեց մի արա, չանես, հոր սիրտ է։ Մեր Աստված մեր հայրն է, սիրելիս, չեմ ուզում իրան նայես որպես Աստված, այն անհասանելին, որին որ չես կարող կպնես։ Մեր Աստված այնքան հասանելի է, այնքան է ինձ ու քեզ մոտ, որ ես ու դու երբեմն չեք պատկերացնում։ Ու ինքը ասեց չանես։
Բայց արյուտես ու մեկը կա, որ միշտ ուզում է մտնի մեր հարաբերությունների մեջ Տիրոջ հետ։ Ու տեսեք ինչ է գրած, Ծննդոց 3-րդ գլուխ 2-ից 3 խոսքերը։ Եվ կինն ասեց օձին. Պարտեզի ծառերի պտղիցն ուտում ենք, բայց այն ծառի պտղիցը, որ պարտեզի մեջտեղն է, Աստված ասեց. մի ուտեք նրանից եւ նրան մի դիպչեք, որ չմեռնեք։ Հետաքրքիր բան ասում։ Այն որ ասում է մարդ ու կին իրար ջան ասում, ջան լսում ապրում էին, ու մեկ էլ տեսար բանսարկուն եկավ։ Մեկ էլ տեսար մի հատ փոթորիկ սկսվավ իրավիճակ։ Իմ կյանքում, քո կյանքում միշտ սատանեն ուզում է փորձի խաղաղությունը տանի, միշտ ուզում է քո ընթացքից գցի, իր նպատակը էդ էր։ Ինքը ասում չէր կարա ոչ մի բան աներ։ Ինքը ինչ կարար աներ։ Ամենաշատը իր արարածին մի ձևի մի փոքր ցավացներ, դե որ մեկիս երեխին մի քիչ ցավացնեն, ծնողը ված չի զգայր, ցավում է, չէ՞, սիրտ է։ Քո երեխեն է, այն որ մի հատ փոքր փուշ է մտնում մատը, մի անգամից վայ, ինչ անեմ։ Այդ են սիրտել մեր հայր ունի։ Մտավ երկխոսության մեջ, այն որ ասում է թույլ տեղը գտել էր։ Միջև այդ իրանց համար գնում, գալիս, աշխատում, արարում, ստեղծում, ամեն ինչ անում են։ Անես չի որ հենց այդ պահին, երբ որ ստեղծեց, դրեց, արարեց, այդ պահին եկավ բանսարկուն։ Ժամանակ անցնե, այդ ծառը իր տեղը կար։ Ոչ մի տեղ էլ չէր գնացել։ Գիրքը չի ասում, միգուցե մի տարի էր, 2 տարի էր, 3 տարի էր, ժամանակի մեջ չէր, որովհետև դեր փառքից չէր ընկե Ադամը։ Միջև այդ ոչ մի բանի ուշադրություն չէր դարձնում, թե այնտեղ ծառ կա, այդ ծառի վրան պտուղ կա, այդ ծառի պտուղը հաճելի է ուտելու։ Բայց արյուտես ու մեկը եկա, որ իմ ու քո հայացքը, նույն էլ Ադամի հայացք, Եվայի հայացք, ուզում է շեղի։ Ու եկած սենց գալիս է էլի մեղմ, չի գալիս հեր բանից, մոտիկից, թե ուզում եմ գիտես ինչ կստեմ, հերվից կամացից գալիս է։ Ինչ ասեց Աստված, ինչ պատվիրեց, ինչի պտի չուտես, ինչի համար չուտես։ 6-րդ խոսքում տեսեք ինչ է գրած։ Եվ կինը տեսավ, որ ծառը լավ է ուտելու համար, եւ թե հաճելի էր աչքերին, եւ փափագելի է ծառը նայելու համար, առավ նրա պտղիցը եւ կերավ, եւ իր հետ իր մարդին էլ տվավ, եւ նա կերավ։ Հենց որ սատանեն գալիս է, իր միակ նպատակն է։ Մեր ուղղությունը շեղի։ Իմ ու քո հայացքը շեղի։ Ուզում ա կտրի եկեղեցուց, ուզում ա կտրի Աստծուց, ուզում ա կտրի Աստծո խոսքից։ Ինքը ուզում է Տիրոջ ներկայությունից ինձ ու քեզ կտրի։ Իր նպատակն է, հենց որ կտրեց, առանձնացեց, այն որ ասում է մնացածը ժամանակի հարց է, հախիցդ կգամ, կներես տնավարի բառի համար։ Այն ինչ որ պետք է, ես արդեն կանեմ արդեն քո կյանքում։ Պետք է ջարդեմ, տունդ էլ կքանդեմ, աշխատանքդ էլ կվերցնեմ, տանդ մեջ խաղաղություն չլինի, երեխեքիդ չես հասկանա, ամուսնուդ չես հասկանա, կինդ քեզի չի հասկանում ու մնացած նմանատիպ բոլոր բաներ։ Արիտես ստացվեց իր մոտ։ Հայացքը շեղեց, ասում է հենց շեղեց, արդեն աչքին հաճելի երևաց։ Մի հատ սիրուն առաջարկ է բերում։ Բայց գործը, տես ինչ լավ գործ է, տես գնամ ես գործի մեջ, մեջդ նստած արդեն հաշվարկ ես անում, ես ինչ գումարը կաշխատեմ, ես քանը կաշխատեմ, ես քանը տասանորդ կտամ, սրան էնի կանեմ, մի հատ ծրագրավորում ես, մի հատ լավ իրավիճակի, այն ինչ կար չկար, հասար տեղը, այն որ ասում է։ Հələ մի հատ էլ հոգևոր աղբեր առաջարկե կամ հոգևոր քուր առաջարկե, դրա մեջ ընդհանրապես կասկածանք չկա, ուրեմն ամեն ինչ լավ է լինում։ Ձելիս մեկ անգամ գնացի աշխատանք նայելու։ Եկեղեցու եղբայրներից էին առաջարկել։ Այն որ ասում է գինը ասեց, գինը ձեր տվեց, այն որ նայում ես հոգևոր եղբայրը չի խափի, իհարկե չի խափելու, Աստվածավախ է, հա, բայց ես ու դու իմ ու քո մեջ մի հատ բան ունենք։ Դա Սուրբ Հոգին է։ Ես ասեցի, հա, համաձայն եմ, կարանք հանդիպենք։
Գնացի հանդիպանը։ Ես չեմ ասում սա վկայում գլուխ գովալու համար, ուզում եմ սա վկայեմ որպես վկայություն, սիրելիս, որ դու հասկանաս ոնց առաջնորդվես Տիրոջ մեջ։ Գնացել եմ այդ տեղը, որ հասել եմ, միջև տեղ մտնելը աղոթեցի։ Ասացի Տեր, եթե քո կամքն է, եթե դու ուզում ես որ լինի, որ աղբերների մեջ խռովություն չլինի, որ ոչ մի հակառակություն չլինի, ոչ մի ֆինանսական խնդիրներ չլինի, մեր հայրը սիրում են, ոչ մի ռազմորկեք չլինի, ավել պակաս խոսակցություններ։ Ասում եմ Տեր, եթե քո կամքն է, տանելու ես տար, եթե չէ, փակի է դուռը։ Այն որ ասում ուրախ զվարթ իջնում ես, ամեն ինչ նորմալ է, իջա, եկա, հասա, ոտս դրեցի, գործի տեղը, մեկ էլ Սուրբ Հոգին միջիցս խփում է։ Մի հատ տագնապ, այն աստիճան տագնապ, որ այդ աղբերը նայում է ինձի, ասում է քո հետ ինչ եղավ։ Ասի աղբերս, քեզ շատ սիրում հարգում եմ, մի եկեղեցուց ենք ծնվել, բայց Հոգին ասում է չմտնես։ Հասկանում ես, Աստված միշտ խոսում է իմ ու քո հետ։ Ինքը միշտ ինձ ու քեզ առաջնորդում է, ինքը տանում է ինձ ու քեզ կանաչ ծառերի մոտ, հա, որ դե ջուրը միշտ գալիս է, ոչ թե տանում է չորացած տեղեր, հա, որ ինչ որ բանի կպնում ես չորանում է, ինչ որ բան ձեռնադրում ես չի ստացվում, էս էլ արեցի չեղավ, պարտքերիցս չեմ կարում պրծնեմ, այդքան աշխատում եմ, աշխատածից ոչ մի պտուղ չեմ վայելում։ Մեր Աստվածը տենստեղ չի տանում։ Ինքը տանում է աննստեղ, որտեղ ջրերը գալիս են, ու դու սկսում ես լցվել, բայց մի պայման կա՝ լսող ականջ։ Այդ լսող ականջն էլ է քիչ, կատարող ոտքեր էլ պետք է ունենաս։ Շատ մարդկանց կյանքում Աստված միշտ խոսում է, բայց կատարելը մնում է։ Ու երբեմն զարմանում ես, ասում ես, Աստված խի իմ հետ չես խոսում։ Աստված միշտ էլ խոսում է, բայց դու անում ես, բայց ես անում եմ այդ ինչ որ Աստված խոսում է իմ ու քո կյանքում։ Ու տենց մի հատ իրավիճակ։ Պտղիցը կերավ եւ իր հետ էլ իր մարդին էլ տվավ եւ նա կերավ։ Ես զարմանում եմ անտարբերության վրա։ Ինչքան կարա մարդը անտարբեր լինի Տիրոջ պատվիրանի վրա։ Այնքան անտարբեր էր Ադամը, տարբեր էր, հա դե մի հատ պտուղ էլի։ Ինչ կլինի, որ ոչ մի բան էլ չի լինի։ Դե Աստված մեծ է, Աստված ողորմած է, կների ինձի շատ հավատացյալներս, որ ասում ենք։ Կների, ոչինչ, կանցնի, կգնա, բայց արի ու տես ամեն մի բան իր հետևանք ունի։ Երիտասարդները հիմա այս մի երկու օր առաջ էր երևի դուստրերից հարց տվեցի, ասի երեխեք ջան, կարաք ասեք հիմիկվա այս երիտասարդությունը ինչն է շատ սիրում, ինչին է ձգտում, ինչ է ուզում, მე ասի մի քիչ խոսցնեմ հասկանամ ինչ է կատարում, դե բան են, տղաները սիրում են աշխատեն վերջի մոդել BMW-ն ունենան, քուրիկները ուզում են շուտ աշխատեն, էլի BMW ունենան։ Ու դու հասկանում ես, որ այս աշխարհը լրիվ տարվել է։ Սատանային տարել է կորստի փոքր ժամանակից։ Երիտասարդ ժամանակից գողացել է իրանց երազանքը։ Առաջ ինչ ենք երազում ես ու դու։ Որ աշխատենք, ծնողներիս օգնենք, որ աշխատենք, ռեմոնտ անենք, մի բանով պիտանի լինենք, որ տունը մի բան չկար, գոնե այն որ ասում եմ ջերուցման համակարգ դնենք տան մեջ։ Մեր բոլորիս նպատակը դա եղել։ Աշխատենք, մեր ազգին օգնենք, ընտանիքներին օգնենք, ում կարենանք, քրոջս, աղբորս, բայց հիմիկվա սերունդը որ բարձրանում է, սատանեն փորձում է իրանց գողանալ, իրանց երազանք գողանալ։ Մեկ-մեկ էլ հարցում են, ասում են, ինչ որ մի բան երազանք ունեք, երազում եք դուք ինչ որ մի բան թեկուզ։ Մտնում են հեռախոսների մեջ ու նայում են ով ինչ անում, իրանք էլ են ուզում։ Ուտեղ սատանեն գողանում է, ուտեղ գալիս է, ոնց որ Եվային խաբեց, այդ նույն ձևեր երեխաներին գողանում, տանում է։ Հետո զարմանում ես, թե ինչի համար երեխես հակառակվում է, ինչի համար նորմալ չի հագնվում, ինչի համար լեզուն երկար է, ծնողին պատասխանում է, այս սրանից է սիրելի։ Որ սատանեն եկավ խաբեց։
կորցնելու համար պետք չի գին վճարել։ Ոչ մեկ չի գնում ասում, չեն։ Գիտես ինչ, ես հարուստ եմ, արեք ինձի թալանեք։ Ով կասի սենց բան։ Ես ունևոր եմ, դռներս բացում եմ, եկեք, ով ինչ ուզում է, վերցրեք գնացեք։ Ոչ մեկ չի անի, չեն այդպես բան։ Կորցնելու համար գին պետք չի վճարել, սիրելիս։ Սատանան ինքը գա, գողանա, կտանի, կուզենա կտա քեզ կբարձրացնի, որ ավելի շուտ մի անգամից գցի։ Կորցնելու համար ոչ մի բան պետք չէր Ադամին։ Այն ինչի մեջ ուխտ էր արել Աստված Ադամի հետ, կորցնելու համար բան պետք չէր։ Իրան մնում էր ինքը վայելեր։ Այն փրկությունը, որ ես ու դու ենք գտել, ինձ ու քեզ մնում է մենակ ես ու դու վայելենք։ Կորցնելու համար մենակ Սատանան է գալու որ կորցնի։ Աստվածաշունչն է ասում։ Գալուս է ավիրի, քանդի, ջարդի, այն ինչ որ Աստված արարել է, ստեղծել է, տվել է ինձ ու քեզ։ Ու դե ամենամեծ պարտությունը։ Ծննդոց 3-րդ գլուխ 17-րդ խոսք։ Եվ Ադամին ասեց, որովհետև դու լսեցիր քո կնոջ խոսքին և կերար այն ծառից, որի համար պատվիրեցի քեզ ասելով, նրանից չուտես։ Չուտես։ Մի գնա այն բանին մոտիկ, որը որ Աստված ինձ ու քեզ չի տալիս։ Վայ ուզում եմ, այս մեքենան եմ ուզում, այս տունն էլ եմ ուզում, այս էլ եմ ուզում, այն էլ եմ ուզում։ Ես դեմ չեմ ուզենալու, ունենալու շատ լավ է սիրելիս, բայց երբ որ Աստված է տալիս, իր ժամանակին, իր կամքով, այն որ ասում է, երբ որ գլուխը դնես բարձի վրա, խաղաղությունով դնես, ոչ թե դնես, թե վայ ինչ եմ անելու, տուր, այն բանը ոսկե եղնիկը, հա, եղջյուր, ոնց է կոչվում, չեն, որ բանը թագավոր ընկնում է հետևից, հա, ոսկին տալիս, ասա, իշո, տալիս է վերջում էլ մնում է դրա տակը, պայման կար, չեն, ասում էր, երբ որ ասես հերիքա, ամեն ինչը քարանալու է։ Այնքան լցվավ, դրա մեջ ասեց հերիքա, բայց արդեն ուշ էր։ Կյանքը գնացել էր կորուստի։ Всё, մահացավ գնաց, ոչ մի բան չմնաց իրանից։ Ուշադիր լինենք մեր ցանկություններին, մեզ գալացող բոլոր առաջարկներին։ Ու չգիտես ինչի, նրանից չուտես, անիծյալ լինի շարունակությունը, Ծննդոց 3:10, անիծյալ լինի երկիրը քո պատճառով, նեղությունով ուտես նրանից կյանքիդ բոլոր օրերում։ Մի հատ փոքր խնձորի պատճառով։ Միգուցե խնձոր չէր, որովհետև գրած է պտղատու ծառ էր ընդես սիրելիս։ Մի հատ փոքր, այն որ ասում է կներես մի փոր հացի համար, մի փոր կերակուրի համար, կորցրեց երկնքի արքայությունը, կորցրեց Տիրոջ դերկայությունը, էլ վախով լցվավ, ինչով ասես լցվավ։ Աստված ասեց, անիծյալ լինի երկիրը քո պատճառով, նեղությունով ուտես նրանից կյանքիդ բոլոր օրերում, մինչև առեսօր մենք նեղությունով ուտում ենք, մինչև առեսօր, ու մարդը միշտ սիրում է ուրիշին մեղադրի, էսիա մեղավոր, էնիա մեղավոր, սրա պատճառով է եկեղեցի չեմ գա, նրա պատճառով եկեղեցի չեմ գալի, մարդու համար միշտ մի հոգի կա, ում կարա մեղադրի, բոլորը մեղավոր են, բայց ոչ ինքը։ Ցանկացած իրավիճակում դու պետքա քո բաժին մեղքը գտնես։ Քո բաժին մեղքը պետքա գտնես։ Միգուցե միտեղ կարայ լռեիր, բայց չլռեցիր, ավելի երկարացավ։ Միգուցե պետք է ներեիր այդ պահին, բայց չէ դե ինքը սխալ է, ինքը ճիշտ չի վարվել իմ հետ։ Ես ճիշտ եմ, ինչի համար ես պետք է անեմ։ Սիրտդ ասում է ների, բայց իրավիճակը ասում է չէ։ Սրտիդ մեջ բայց զգում ես, որ պետք է ներես իրան։ Սրտիդ մեջ զգում ես, որ սիրում ես իրան։ Սրտի մեջ զգում ես, որ իրան չես ատում։ Բա ինչն է, որ չես ուզում իր հետ մտերմանաս։ Դե չէ էլի։
Մեր հովի շատ է սիրում ասի հով գորը։ Ասում է դե հայկական քիթը որ բարձանում, այլ ուրիշ ոչ մի բան չի երևում աշկերի դեմ։ Հպարտությունը սիրելիս։ Երբ որ մարդու մոտ գալիս է հպարտություն, իր 4 կողմը բոլորը ոչ մի բան չի տենում ինքը։ Ես եմ, որ եմ, իմ թագավորությունը, իմ արածը, իմ ճիշտը։ Վերջի վերջո, ինչքան էլ ուզում ես ճիշտ լինես, ինչքան էլ ուզում ես սխալ լինես, միշտ իմացի ինձ ու քեզ երկինք է սպասում։ Բա արժի երկինքը կորցնես մի հատ փոքր բանի համար։ Արժի Տիրոջ ներկայությունը կորցնես մի հատ փոքր բանի համար։ Չէ՞ որ ասում է մեղքը բաժանեց մարդուն Աստծուց, Աստծու ներկայությունից, ասում է մեղքը բաժանեց։ Հա, քանի դեռ մարմնի մեջ ենք, մարմինը միշտ տեղեր կա, որ կսխալվի, բայց շատ լավ է, որ ինքը հետ կա նորից։ Նորից գա գտնի Աստծուն, այդ հարաբերությունը վերականգնի։ Ու գիտես, ինչ եղավ։ Այսօրվա խոսքի վերնագիրը գիտեք ինչ եմ դրել, կորցրածը հետ բերեմ։ Կորցրածը հետ կբերեմ։ Ես չէ։ Ես մարդ եմ սիրելիս։ Ուզում ես կարդամ ում մասին է գրած։ Հռոմեացիս 5-րդ գլուխ 18 եւ 19 խոսքերը։ Այդ ուրեմն ինչպես որ մեկի հանցանքով ամեն մարդկանց վրա դատապարտություն եղավ, նույնպես էլ մեկի արդարությունով ամեն մարդկանց վրա կյանքի արդարությունն է գալիս։ Որովհետև ինչպես որ մեկ մարդի անհնազանդությունով շատերը մեղավորներ եղան, այնպես էլ մեկի հնազանդությունով շատերը արդար կլինեն։ Քրիստոսի մասին է սիրելիս։ Քրիստոսի մասին է, այն ինչ որ Ադամը կորցրեց, Քրիստոսը եկավ նորից հետ վերցնի։ Մենք Սուրբ Ծնունդ ենք նշել։ Չեն ամսի 6-ին։ Բա այդ խորհուրդն է։ Բա ինչի համար ինքը ծնվավ։ Ինքը ծնվավ այն ինչ որ Ադամը կորցրեց, Քրիստոսը հետ բերի։ Բոլոր ժողովուրդը, Աստծո խոսման ժողովուրդը սպասում էր կգա թագավորի, մենք իր աջ ձեռը կլինենք, ձախ ձեռը կլինենք, իշխանավորները կլինենք, երկիրը մերն է լինելու, բայց ինքը եկավ ոչ թե ֆիզիկականի համար, ինքը եկավ հոգևորի համար։ Ինքը եկավ իմ ու քո հոգու փրկելու համար եկավ։ Որ իմ ու քո հոգին, Աստված որ դրեց հոգին իմ ու քո մեջ, ինքը եկավ հոգին փրկելու համար, որովհետև հոգին գնում էր կորստի։ Այնքան ծանր էր, այնքան դժվար էր, չեն կարում պահեն, չեն կարում ոչ մեկ իր փրկությունը պահեր, չէր կարում մաքուր անարատ լիներ։ Դրա համար ասում է շնորհք եկավ, որ իր շնորհքով փրկվենք։ Ամեն բան թողեց, եկավ, մարմին դարձավ, տանջվեցավ, խաչվեցավ, իմ ու քո համար գին վճարեց։ Այն ինչ որ կորցրել էր Ադամը, եկավ հետ վերցրի։ Ու առավել Եվս մի բան ավելին էլ ասեմ քեզ։ Ոչ թե մենակ Ադամի կորցրածը, այլ քո կորցրածն էլ եկավ հետ բերի։ Այն ինչ որ դու կորցրել ես, ինքը եկավ այդ քո կորածն էլ հետ բերի։ Բացի հոգու փրկության հետ, ֆիզիկականում ինչ որ դու կորցրել ես, ինքը եկավ հետ բերելու սիրելիս։ Ինքը այսօր պատրաստ է քո ամեն կորցրած մի բան հետ բերի։ Ինքը այդտենց լիությունով առատաձեռն այդտենց փրկիչ ունես։ Կորցրածը հետ կբերեմ։ Այն փառքից, որ ընկավ Ադամը, Աստծուց հեռացավ։ Քրիստոս եկավ, ասեց. ես կլինեմ միջնորդ։ Ես կլինեմ միջնորդ դժվարությունով, դժվար ճանապարհով, բայց հասավ նպատակին։ Ու խաչի վրա, հիշում եք, չէ՞։ Միայն խաչի վրա ասեց կատարվեցավ։ Ինքը կարար ամեն ինչ։ Շատ մարդիկ կհարցնենք, ասեն, դե Աստվածը թող ամեն ինչ լրիվ սենց ոչնչացներ, նորը ստեղծեր աներ, շատերից եմ լսել, անգամ հոգևոր հավատացյալ մարդկանցից եմ լսել, որ ասեն, Աստվածը կարա ոչնչացի, չարին էլ մի վայրկյանով ոչնչացնի, ամեն ինչ անի։
Բայց չէ որ իր արարածներն ենք։ Չէ որ ինձ ու քեզ մարդ ստեղծե, կամքա դրե, միտքա տվե, որ ես ու դու որոշում կայացնող լինենք, ընտրություն անողներ լինենք։ Ինչ սարսափենք, որոշ չաստվածների պես, որ գրած է իրանց գրքերում, վախով բռնվենք, չէ։ Մեր Տիրոջ վախը մենակ շինություն է բերում, սիրելիս, սարսափ չի բերում։ Տիրոջ երկյուղը շինություն է միշտ բերում մեր կյանքում։ Կորցրածը հետ կբերեմ։ Անհնազանդության պատճառ։ Մի հոգու անհնազանդության պատճառով բալանիները կորցվեցին։ Բայց ասում եմ մի հոգու հնազանդության պատճառով։ Սա ինձ ու քեզ է վերաբերում, սիրելիս։ Քո հնազանդության պատճառով կփրկվի քո տունը։ Կփրկվի քո տունը, սիրելիս։ Կորնվի քո աշխատանքը, կորնվի քո ձեռքի գործը։ Մի հատ բանով, հնազանդություն։ Հնազանդվիր Աստծուն։ Հնազանդվիր քեզ գործ տվողին։ Հա, որովհետև ինքը դրած է քո վրա։ Մի ասա, դե ես գիտեմ, ամեն բան հասկանում եմ, ամեն բան արել եմ, դու չես հասկանում։ Չէ, սիրելիս, եթե մտել ես ինչ-որ մեկի ձեռքի տակ աշխատելու, հնազանդվի։ Իրա դրվածքն է, իրա կարգ կանոնն է, նույն էլ եկեղեցին է։ Ամեն ինչը կարգ ու կանոնով է։ Պատկերացնում ես քաոս լինի։ Ավելին ասեմ քեզ, ոչ երկնքի արքայությունում է քաոս, ով ինչ ուզում անի։ Պատկերացնում ես հրեշտակը հելնի, ասի ես գնում եմ ես ինչ անեմ։ Ես գնում եմ ես ինչ մարդուն օրնեմ։ Հա, Աստված ջան, դե լավ, ես գնամ անեմ, հիմա ինչ կլինի, թող օրնվի։ Կամ թե չէ սատանայի արքայությունը մտածում ես ինքն էլ է անկանոն, չէ, ինքն էլ է կանոնավոր։ Երբ որ ես ու դու միած սխալ քայլ ենք անում, սխալ բանի մեջ ենք մտնում, դուր ենք բացնում։ Տարբերությունը մենակ այնա, որ ինքը անկոչ հյուր է։ Ինքը անկոչի պես գալիս է։ Դու միած սխալ արեցիր, ինքը միանգամից կողդ կանգնած է։ Բայց որ բան ես ուզում փոխես, Տիրոջը հրավիրում ես։ Տեր, արի փոխի իմ կյանք, արի փրկի ինձ։ Դրա համար ինքը եկավ խաչվեցավ, որ գին վճարի, նոր ուխտ Աստծո եւ որդու միջև, հոր ու որդու միջև, երկու աստվածների միջև, սիրելիս։ Նոր ուխտ, հա, իրա արյան գնով գին պետքա վճարեր, անարատ, մաքուր գին պետքա վճարվեր։ Ու իրա խաչի մահով փրկեց ինձ ու քեզ։ Էդի հոր ձայներ իմ ու քո համար, սիրելիս։ Հոր աղաղակներ իմ ու քո համար։ Ինչի գնա կորչի։ Ինչի գնա վառվի։ Թող չգնա, ես սիրում եմ։ Էդի հոր ձայներ երկնքից։ Եփեսացիս 5-րդ գլուխ 2-րդ խոսք։ Եվ սիրով գնացեք, ինչպես որ Քրիստոսն էլ մեզ սիրեց եւ իր անձը մեզ համար մատնեց, պատարակ եւ զո Աստծո անուշ հոտ լինելու։ Ասում է պատարակ զոհ մատուցանեց իմ ու քո համար։ Ասում է այնքան սիրեց, ասում է պատվիրան տվեց եւ սիրով գնացեք, ինչպես որ Քրիստոսն էլ մեզ սիրեց։ Այնքան սեր, անսահման, այդ սերը հնարավոր չի փոխանցել։ Միգուցե մենք բառերով կարում ենք ասենք, միգուցե մենք մեր մտածելակերպով կարում ենք պատկերացնենք, բայց այդ սերը սահման չունի։ Երբ որ դու առանձնանում ես գրքի հետ, ժամանակ ես տրամադրում Տիրոջը, դու այդ սիրո միգուցե 0.0001% ինչ որ զգում ես, երբ որ Տիրոջ ներկայությունը սերը գալիս է։ Չես էլ ուզում դրա միջից դուրս գաս։ Մովսես ասում է 40 օր ընդեղ էր, ասում է հեչ, վեճը չէր։ 40 օր պատկերացնում ես, ոչ ուտում էր, ոչ այնքան ներկայություն կար, Տիրոջ լույսը սերը կար, որ ասում է, երբ որ իջար իր վրայից էր լույսը հելնում։ Այդ ես ու դու պետքա կարենանք այդ սերը իջացնենք մեր մեջ։ Այնքան սիրենք, որ դիմացինը նեղացած է լինի քեզ, ասես ես Քրիստոսին եմ սիրում։ Ճիշտ ասած, մարդուն չես էլ կարա սիրես էլի այնքան ոնց որ պետքա։ Մեկը մի բան այն չի անելու, բայց երբ որ դու Քրիստոսին ես սիրում,
Դու չես հասկանում, որ գերբնական ձևով բոլորին ես սիրում։ Կապ չունի, ճիշտ է, սխալ արեց, ճիշտ արեց, ներում ես, անցնում է, գնում է, սիրում ես, վերականգնում ես ամեն բան։ Երբ որ դու սիրահարվում ես Քրիստոսի վրա, քո աչքին էլ ոչ մի բան չի երևում։ Ճիշտ, սխալ, այտենց ես է ճիշտ, այս հաշիվը, այն հաշիվը, այտենց բան չկա։ Սիրահարվի Քրիստոսի վրա։ Այն մնացածը կտենաս, որ քո կյանքում փոխվելու։ Կորածը հայտ գարած բերես միայն Քրիստոսով, հիշի։ Ինքն էր այն գարը, որը որ մատաղ դարա, որ հետ բերի ամեն բան։ Իրանով կարաս հետ բերես։ Մենակով կներես, բայց տանջվելու ես։ Չես կարա հետ բերես։ Չես կարա այն խաղաղությունը հետ բերես։ Ծննդոց 8-րդ գլուխ 21-ից 22 խոսքերը։ Նոյնա, մեր նոյ աղբերն է, Արսեն աղբերը խոսած նոր նույն խոսքերը, Փառք Տիրոջը, Սուրբ Հոգին մեկ է սիրելիս։ Ինչ էր կատարվում նոյի ժամանակ։ Ասում է Աստվածաշունչը, ասում է այնքան էր պղծվե, ասում է իրանց մտքերը, իրանց ճանապարհները, մարդու, ասում է ծնվելուց սկսած, ասում է իրանց ճանապարհները արդեն պղծվել էին։ Ասես ոչ մեկի չեմ անել, ոչ մեկին չեմ թողելու, ասում է, բայց Նոյը արդար գտնվեցավ Տիրոջ առջև։ Այսօր ես ու դու արդար կանգնած ենք Տիրոջ առջև ընտանիքների համար, աշխատանքում գտնված բոլոր մարդկանց համար, եկեղեցում գտնված բոլոր մարդկանց համար, դու կանգնած ես արդարությունում։ Տեսեք ինչ ասում, և Եհովան անուշ հոտը հոտոտեց, և Աստված ասեց իր սրտումը, այլևս չեմ անիծի երկիրը մարդի պատճառով։ Չեմ անիծի երկիրը, պատկերացնում ես, ասում է, անիծեց երկիր, ասում է, ջրհեղեղ պտի գա։ Նոյը 3 տարի տապանը սարքել է սիրելիս։ Աստված հատ առ հատ չափսերը տվեր է, երկարություն, լայնություն, բարձրություն, ամեն մի սենյակը ինչ չափս լինի, ինչ կենդանիներ բերես, որից բերես, ոնց լինի, որ դու փրկվես։ Միակ մի պատճառ կար։ Արդար էր։ Ինչ է նշանակում արդար։ Տիրոջ պատվիրաններով խոսքով գնացող մարդ։ Տիրոջից վախեցող մարդ, Տիրոջը սիրող, հարգող, պատվող մարդ, Տիրոջը ճանաչող մարդ։ Երբ որ սկսում ես ճանաչել, արդեն ուրիշ ձև ես վերաբերվում, չեն մարդուն։ Քո տուն ես թողում, հյուր է գալիս, մտերմություն ես անում, այտենց էլ Աստված է, երբ որ սկսում ես ճանաչել իրան։ Եթե չես ճանաչում, գիտես ինչ է, այն հերվից մեկի ասածով լսած ես։ Աստված բժշկում է, դե այն աղբեր ասեց բժշկում է, այն աղբեր ասեց ողորմում է, այն աղբեր ասեց բարձրացնում է, ներում է, բայց դու անձամբ պետք չես վերապրե։ Ժամանակն է, որ դու վերապրես, ժամանակն է, որ դու արթնանաս, որովհետև Նոյը արթուն էր, սիրելիս։ Ինքը արթուն էր, որ լսում էր Տիրոջ ձայնը ու կատարում էր այդ ամեն ինչ Աստված ասում է։ Որովհետև մարդի սրտի խորհուրդը, նույն գլխի, շարունակություն եմ կարդում, 8-րդ գլխի 21-22, որովհետև մարդի սրտի խորհուրդը չար է իր մանկությունից է, և այլևս ես չեմ զարկիլ բնավ ոչ մի կենտանի, ինչպես արեցի։ Մարդու պատճառով ամեն ինչ վերասեց, կենթանի, ինչ որ ինքը արարել էր, ինչ որ ինքը իր ստեղծած է, ասում Աստված ասեց եղավ, ինքը չարարեց ձեռքով, ասում ասեց եղավ, եւ Աստված ասեց ցերեկ լինի եւ լույս եղավ։ Խավարը բաժանեց լույսից։ Եվ Աստված ասեց ամեն ինչ արարվեց խոսքով, սիրելիս։ Մենակ մարդը, որ իր ձեռքի գործն էր, ինքը կավից վերցրեց, արարեց։ Այսուհետև քանի ժամանակ, որ երկիրը կմնա, սերմ հունձք եւ ցուրտ ու տաք, ամառ ու ձմեռ եւ ցերեկ ու գիշեր չի դադարի։ Այսօր գալիս ենք, այնց հիանալի տեսարժան էր։ Ծառերի վրա սպիտակ հագնվել են, ոնց որ նկարված լինեին։
ու դու զգում ես, որ Աստված իր խոսքը գետին չի գցե։ Ցուրտ է, սիրելիս։ Հա, ցուրտ է։ Գիշեր ցերեկ կա միջև հիմա գիշեր ցերեկ։ Ամառ ձմեռ կա ամառ ձմեռ, որովհետև Աստված խոսք է տվել։ Ցանելն ու հունցքը հավաքելը կա միջև հիմա, կա։ Ասեց, էլ չեմ բան անելու, միջև վերջ։ Մի հոգու պատճառով, այդ մի հոգին դու պետք է լինես։ Նոյի պես, Դանելի պես, Հոբի պես, հիշում եք, չեն Հոբին։ Ամեն ինչ ուներ Հոբը։ Ոչ մի բանի պակաս չուներ։ Երեխեքը լի ու բոլ, ունեցվածքը հարյուրներով, հազարներով, հա, տարածքները ուներ, ամենահարուստ մարդն էր։ Ոչ մի բանի կարիք չուներ։ Արի ուտես, չգիտես ինչի համար, Սատանեն մի օր ասում է, ամեն ինչ տվել ես իրան, առատություն տվել ես, դրա համար էլ քեզ պաշտում է։ Աստված ասեց, կարաս իրան փորձես։ Ասում ես, բայց հոգուն չկպնես։ Մի օրվա մեջ երեխեքը մահացան, երկրորդ օրվա մեջ ունեցվածքը ամեն ինչ տարան, պատկերացնում ես ինչ վիճակ է գալիս։ Հենց իրավիճակ էր, որ իմ կյանքում էր եկել։ Եկա կանգնա մի հատ խնդրի առաջ։ Աշխատում ենք։ Ամեն ինչ լավ էր։ Մեքենաները մի քանի հատով, աշխատանքը լիք, ոչ մի բանի կարիք չունես։ Բայց մի բան պակաս էր։ Ասուն չունեի։ Տիրոջը չունեի։ Աշխատանքի վազում էի, նրան ժամանակ ունեի, այս ընկերոջը ժամանակ ունեի, նրան ժամանակ ունեի, ամեն ինչի ժամանակ կար, բացի Տիրոջից։ Որ հիմա շատերս միգուցե դրա մեջ են։ Դե չեմ կարա գա եկեղեցի, երեխեքս պարապմունքի են, էսի սպորտի է, էնի երգի է, սա նրա, միջև գնում բերում եմ, ես աշխատում եմ, չեմ կարում, կիրակի օր ամենալավ օրն է, չեմ կարա կտրվեմ աշխատանքից գամ, ամենաշատ փողը այդ օր եմ աշխատում։ Սիրելիս, Աստված եթե ուզենա օրնի, անենց օր կորնի քեզ, որ քո այդ շաբաթն էլ ինչքան էլ աշխատես, ուզում ես 100 տարի աշխատի, մեկա չի հերիքելու։ Ունենց եղավ Աստված բերեց իրավիճակներ։ Ես հավատում եմ, որ Աստված իմ կյանքում ինքը բերեց այդ իրավիճակներ։ Ես ամեն ինչ ունեի, բայց իրան չունեի։ Որ գիշերը ժամը 12-ին էր տուն գալիս, որ երբ որ ասում է, երբ որ նեղն ես ընկնում, նոր ես չեն ասու դուրը վազում։ Երբ որ ասում է, էլ չես կարում, նոր ես գնում ասու դուրը։ Ու չէի նայում, գիտես ինչ, գիշերվա 12-ին է գալի, թե ինչ, մեկը մի երկու ժամ նստում է գիրք է կարդում, ասում է վայելում։ Ու նառան կինս հետաքրքիր էր, հետո է վկայում, այս ամեն ինչը հետո ենք հասկանում ամեն ինչը։ Ինքը դե ամեն ինչ տենում էր, այս իմ նեղվածությունը, որ ոչ մի բան չի ստացվում, այն մի մեքենան կորցրի, այն մի մեքենան կորցրի, ամեն ինչ այն որ ասում է լեգոյի պես կորում էր։ Ոչ մի բան չէր սկսում, դա սկիզբն էր։ Ու հետաքրքիր խոսք է գալիս զորացնող, որ կինս նեղված, գիտեք, կնանիկ ծածուկ տեղը շատ են տանջվում։ Դրա համար եմ ասում, քո կողակից ամենաթանկ ընկերդ է։ Ով որ էլ քեզ թողի չթողի, մեկը ինքը են իր ծածուկում են դժվար տեղը, ինքը քո համար աղոթում է, լացում է, ողբում է, միգուցե ցույց չի տալի։ Ու հետաքրքիր խոսք է ստանում Սուրբ Հոգուց։ Ասում է, Սուրբ Հոգին ասում է, ես հիմա իրան վայելում եմ։ Պատկերացնում ես, ոնց թե Աստված ջան, ես այս դժվարությունների մեջ, այս խնդիրների մեջ, գազիվ գալիս եմ տուն, հոգնած, ոչ քունս է քնելը, ոչ ուտելս է ուտելս գալիս, այն որ նստած հաց ես ուտում, սենց ռոբոտի պես ուտում ես, բան, կինս կողից, նառան կողիցը խոսում է, ռեակցիա չեմ տալիս, ասում է մկո, մի հատ զարթնի։ Դու պատկերացնում ես Աստված որ դե է ինձ ու քեզ վայելում։ Իմ զորությունը քո տկարության մեջ է, Տիրոջ խոսքն ասում։
Երբ որ դու տկար ես, երբ որ դու ջարդված ես, երբ որ դու թույլ ես, երբ որ քո մոտ ոչ մի բան չի ստացվում, այն ժամանակ Աստված զորությունը ցույց է տալիս։ Այնտեղ է ինքը զորավոր։ Իսկ որտեղ որ ասում ես, ես, վերջում կգլորվես։ Այն որ ասում է ու կընկնես հավեսի։ Ու տենց սկսավ ընթացք։ Էլ ոչ մի բան չկար, ամեն ինչ կորցրել եմ։ Մի հատ երկար ժամանակ էր, եկեղեցի չէի գնում։ Ընտանիքից տանում իջացնում, դեմ չեմ եղել եկեղեցի գնալու։ Տանում էի, իջացնում էի իրանց, ասում էի, հաճախ ես գնացի, կգամ ձեր հետևից հետը։ Ու իմ գործերով։ Եկեղեցին պրծնում էի, գալի տանում էի տուն։ Հասավ այն աստիճանի, որ դեմս արդեն պատ։ Ոչ թե պատ է, արմատուրայով պատ է, սիրելիս, հաստ շարած։ Ու մի օր Նարան ասեց, արի սենց պայմանավորվենք իրար հետ։ Գնում էի աշխատանք նայելու, ժողովուրդ չեք պատկերացնում, ծանոթ մարդ, այն որ ասում է 100 տարի ճանաչում ենք, չեն մենք հայրիկ սիրում ենք, մի քիչ բանան։ Աշխատանքը, այն որ ասում է 100%-ով, ես էլ իմ գյորա կնոջս հետ ման եմ անում, սպոր եմ անում, ինքը հոգևոր, ես էլ ֆիզիկականում։ Գիտեմ, որ այդ աշխատանքը լինելու է, 100% լինելու է այդ աշխատանքը, իրար հետ պայման ենք ապրում։ Ասեց, արի սենց ենք անում։ Գնում ես, եթե այդ գործը լինում է, աշխատում ես։ Եթե չի լինում, ուրեմն ամեն շաբաթ օրը Տիրոջն է։ Ասի պարուկամ, ասեց վստահ, լավ, հավեսով ասի, վсё, որոշեցինք իրար հետ։ Հելնում գնում եմ սիրելիս։ Հիմա մի ժամ այդ մարդը չկա, 2 ժամ այդ մարդը չկա, 3 ժամ չկա այդ մարդը, 4-րդ ժամին եկավ իրար հետ զրուցեցինք, ну не знаю, չգիտեմ, կլինի, չլինի, ասի ես գնացի, անօգուտ է սիրելիս, երբ որ Աստված սկսում է խառնել, ու այդ օրվանից մինչև առեսօր այդ շաբաթ օրը Տիրոջն է սիրելիս։ Փառք Տիրոջը սիրելիս։ Այդ օրվանից շաբաթ օրը Տիրոջն է։ Տես իմ որոշումը չէր, Աստծո որոշումն էր։ Բա որ երբ որ ես ու դու որոշում կայացնենք, ինչ կլինի։ Բնական է ինչ որ կորավ դրա 7-նապատիկը, 10-նապատիկը Տերը օրնեց ժամանակի ընթացքում, երբ որ դու շարժում ես Տիրոջ մեջ, ինքն էլ իր օրնությունները բերում լցնում է։ Ճոխ, առատ, հա, Աստվածաշունչը ասում է, եւ երկնքի պատուհանները կբացվեն եւ կթափվի, հա, ասում է, միտեղ էլ գրած է ամբարները։ Երևի բոլորս էլ գիտենք, չէ՞, հին ժամանակ ես տեսել եմ պապիկս երկաթից փետից ամբար էր սարքում, ցորենը բերում լցնում էր պահելու համար։ Մի փոքր լուկ էր թողում, բարձրացնում ենք, ցորենը վերցնում ենք։ Ասում է, ամբարները, շտեմարանները կբացվեն ու կթափվի այդ առատություն։ Այսպես Տեր ունենք։ Ու նոյ, երբ որ ամեն ինչ կորցրեց, կներեք Հոբը, ամեն ինչ կորցրեց, ամեն ինչ ուներ, լրիվ ընկավ ջուրը։ Այն որ ասում է, եկան ընկերները մի կողմից հալածեցին։ Դե դու խոսում էիր Տիրոջ մասին, Աստծո մասին, մեզի խորհուրդ էր տալի, մեծերի, ծերերի մեջ, երիտասարդների, ասում է, բոլորին խորհուրդ էր տալիս։ Բա հիմա ես ինչ իրավիճակում ես, ինչ կանխի ես հայտնվես իրավիճակում։ Հələ էտի քիչակ կիննել կողից։ Եկավ ասեց անիծի ու հայոյի քո այդ ասուն ու թող իրան։ Ես շատ եմ սիրում Հոբին։ Իր այդ կերպարը ուժեղ տղամարդու կերպար է, թույլ տղամարդու կերպար չի։ Հա, ասում բնորոշ կերպար է, որ ինչ է լինի, ինքը հաղթելու է։ Կապ չունի ինչա ինքը կորցրե։ Շատ բան է կորցրե։ Միգուցե կարող է մարդիկ լինեն, որը տենց մի բան, մի փոքր բան կորցնեն, չկարենան, այն որ ասում է, կներես բարես համար շողուլի էլ գան, չկարենան դզվեն էլ։ Բայց ինքը ուժով մարդ է։ Ասեց ինչի մենակ բարիքի համար պետք է գոհանամ Տիրոջից։ Հա? Չէ որ ամեն ինչի մեջ Տիրոջ փառքն է երևալու։ Ու վերջում ասում է, էլ ավելին Աստված օրնեց իրան, որ հավատարիմ մնաց։
թե հիվանդության մեջ, թե ընկերների կողմից հալածանքի, թե ընտանիքի կողմից հալածանքի ժամանակ։ Ու գիտես, հետաքրքիր բան է ինքը ասում, ինքը միջև այդ, գիտես ինչ էր, ինքը միջև այդ լսել էր Տիրոջ մասին, այդ լսելով ինքը ապրում էր։ Տես ինչ խոսքեր ասում։ Հոբ 42-րդ գլուխ 5-րդ խոսք։ Ականջի լսելով ես լսել էի քո մասին, բայց հիմա աչքս տեսնում է քեզ։ Տես ինքը ինչ ասում, ինքը միջև այդ լսելով էր ապրում, ուրիշի ասածով էր ապրում, ուրիշի քարոզով էր գնում, ուրիշի աղոթքով էր շարժվում, ուրիշի խորհուրդներով էր խորհուրդ տալիս, բայց այսօրվանից հետո ինքը հասկացավ, որ ինքը լսել էր ուրիշով, բայց ասում է, այսօր արդեն ես անձամբ քեզ տեսա։ Այսօր ես անձամբ քո ձեռքը տեսա։ Այսօր անձամբ ես տեսային, որ ինչ որ կորցրել եմ, դու տալու ես հետ ինձի։ Կլինի փրկություն, կլինի օրհնություն, կլինի բժշկություն, կլինի խաղաղություն, կապ չունի, ինչ ես դու կորցրել։ Բոլորս այս կյանքում կորցրած բան ունենք, սիրելիս։ Ամեն մեկս ինչ որ մի բան կորցրել ենք, բայց իմացի, Քրիստոսը հետ կբերի այս ամեն ինչ։ Ինքը հետ է բերելու։ Ինքը առավել ասեմ քեզի, ինքը հետ բերել է, պատրաստի, սպասում է որ տա։ Ինքը սպասում է որ տա, ինքը տվող Աստված, ինքը առատաձեռն Աստված, ինքը սպասում է որ տա։ Մի բան է մնում, պատրաստ լինենք։ Ուրիշ ոչ մի բան պետք չի։ Երբ որ տենա որ ես ու դու պատրաստ ենք, այն ժամանակ ամեն ինչ կտա։ Դրա համար քայլ արա, սիրելիս։ Չվախենաս։ Ասում է, աչիցդ կընկնեն, ձախիցդ կընկնեն, բայց իմացի ես քո հետ եմ։ Հիմա տենում եք աշխարհի ինչա կատարվում։ Ստեղա, անդեղա, այն մի տարածքնա, խաղաղություն չկա, այս մեկնա, այն մեկնա, այն որ ասում է, էլ փոթորիկ էլ չգիտի որ կողմից արդեն գա ինչ անի, որովհետև ժամանակները մոտ են արդեն։ Տիրոջ գալուստի ժամանակները մոտ է։ Ասում է, բայց չվախենաս։ Կապ չունի ինչա կատարվում։ Եթե մտածում ես վաղվա համար ինչ անեմ, չգիտես այս երկրի վիճակը, ինչ կլինի։ Երկրի վիճակը ինչ էլ ուզում ես լինի։ Երկնքի վիճակը նույնն է մնում։ Երկնքում բան չի փոխվել։ Այնտեղ ստաբիլ գնում է Աստծո ծրագրավորը։ Ինչ որ Աստված ծրագրավորել է, այն էլ գնալու է առաջ։ Ամեն։ Ու միայն նրանով կբերես, ով գին վճարեց։ Եփեսացիս 2-րդ գլուխ 14-ից 17 խոսքերը։ Վասնզից նա է մեր խաղաղությունը, որ երկուսից մեկ արավ։ Ես կխնդրեմ գաք նվագեք։ Մեկ արավ եւ մեջ տեղի բաժանող պատը թշնամությունը քանդեց իր մարմնովը։ Տեսեք Պողոս առաքյալը ինչ ասում։ Վասնզի նա է մեր խաղաղությունը։ Խաղաղվի։ Խաղաղության տալի։ Խաղաղվելու տալի, սիրելիս։ Ոչ թե շուրջ բոլորդ խաղաղվի։ Ոչ թե աշխարհում խաղաղություն լինի, այլ անհատական քեզ ասում, խաղաղվելու տարի, անհատական քեզ, անհատական ինձ ասում, մկո, խաղաղվի, ամեն ինչ լավ է լինելու, Նարինե, խաղաղվի, Արմեն, խաղաղվի, անուն առանուն, հատ առ հատ Աստված գիտի քո տեղը, ինքը քեզ ճանաչում է, ինքը քեզ անունով է ճանաչում, խաղաղվի, ու երկուսին մեկ արավ, Աստծուն ու մարդուն, մեկ արավ, և մեջ տեղի բաժանող պատը թշնամությունը քանդեց իր մարմնովը, իր խաչի զոհովը, որ բարձրացավ խաչի վրա, մահացավ, գին եղավ վճարելու, որ կորցրածը հետ բերի։
հրամաներով դրած պատվիրանքների օրենքը խափանելով, որ իրանով երկուսին մեկ նոր մարդ ստեղծե, խաղաղություն անելով եւ երկուսին մեկ մարմենով հաշտեցնե Աստծո հետ իր խաչովը, թշնամությունը նրանով սպանելով։ Եվ եկավ ավետարանեց խաղաղություն ձեզ հեռավորներիդ եւ խաղաղություն մոտավորներին։ Ասում է եկավ ավետարանեց։ Քրիստոսը հենց որ եկավ առաջինը ասեց, դուռը բացեց, մտած խաղաղություն լինի։ Խաղաղություն մաղթեց։ Հերիքա վախենաս։ Հերիքա կասկածես, երկմտես։ Վայ չի ստացվելու, չի լինելու։ Կստացվի։ Խաղաղվի։ Այն որ ասում ուշքը տեղը կգա, գիտակցությունը տեղը կգա, վայ դողամ միգուցե չլինի, վայ վախենում եմ շփոթվեմ, վախենում եմ սխալվեմ։ Չէ, մի վախեցի։ Սփոքի մի բան հիշացրեց։ Մի փոքր ֆինանսներ ունեի, շատ էի սիրում, ինչ-որ մի հատ կողից եկամուտ ունենայի։ Որոշեցինք մի հատ արագ սնունդի կետ բացենք, շաուրմանոց։ Հա միշտ վախենում էի, անեմ, չանեմ։ Ասի լավ, որոշեմ անեմ, Տեր ջան։ Արեցի, մի 3 ամիս հետո, 4 ամիս հետո փակեցի, որոշակի գումար կորցրեցի։ Հիմա ասեմ ինչ, Աստված ջան, չէ որ դու իմ հետ չէիր, հա, չէ որ դու քեզ եմ տվել, աղոթել եմ, ծոմ եմ պահել, յուղովոցել եմ պատերը, ամեն մի առևտուր անողին, ամեն ինչ արել եմ, ոնց որ դու ասես, քո խոսքի համեմատ, բախի չեղավ։ Չէր ուզում։ Հիմա որ ես մտնեի դրա մեջ, կմնայի դրա մեջ, չի լինի իրա հետ։ Ես ու Նարան աղոթեցինք ու մեր համար մի բան հասկացանք։ Երկնքից խոսք պետք չի, որ գերբնական գա ու քեզ ասի։ Դու մարդ ես, պետք է երբեմն հասկանաս։ Փորձեցինք ու հասկացանք։ Հետո էլ մեզի չենք դատելու, որ էսի խի չարեցինք։ Հետո չենք դատելու ինձի, ախր դե կարանք անենք, ինչի համար չարեցինք։ Երբեք չվախենաս փորձես։ Չվախենաս մի քիչ մի բան կորցնես, բայց հետո վստահ կլինես, որովհետև պետք չի գնալ։ Դա մեղքի մասին չի, սիրելիս, մեղքի հետ խաղ չանես։ Մեղքից ինչքան կարաս, շուրջվի, փախի։ Որտեղ որ մեղք կա, մի ասա ես ուժեղ հոգևոր եմ, հեսա գնամ աղոթելու եմ կլուբերում, կլուբերը փակվեն եւ այլն։ Ու չգիտես մի հատ գլխիդ վրա մի հատ ամպեր կուտակվեցին ու սկսում են հետդ ինչ ուզեն անեն գիշեր ցերեկ։ Չէ, քո տարածքը չի մի գնա, քո տարածքը քո տան մեջն է, քո եկեղեցին է, քո առօրյա ճանապարհն է, քո տերն է, հեսա քո տարածքը։ Այս տարածքից դուրս չգնաս։ Գնացեք, ավետարանեցեք։ Գնացեք, ավետարանեցեք, էս է ուզում Տերը։ Ես ճիշտն ասած երևի մի 2 ժամ շուտ եմ եկել։ Նարայի հետ որոշեցինք մտնենք Տարգովի ցենտր, երևի գիտեք են ամենամեծը ձեր մոտի քաղաքից դուրս։ Ու չգիտես խիբ ման ենք գալի, մենք էլ չենք հասկանում ման ենք գալի։ Ինչ ենք ման գալի, չենք հասկանում։ Մտածում ենք թե ժամանակ ենք կորցնում, բան անենք, էլի ժամանակ ենք անցկացնում իրար հետ։ Եկաք նստանք մեքենա։ Նստանք մեքենայի մեկ էլ մի հատ եղբայր լուսամուտի տուկ-տուկ է տալիս։ Բա կներեք, ես ինչ իրավիճակի մեջ եմ հայտնվել, մի քիչ բանա, ֆինանսներ է պետք դեղի համար ծնողիս։ Սկզբից մի քիչ բացասական վերաբերվանք դրան, դե մտածում ենք մենք հոգևորներս, դե հիմա գտնամ ֆինանսները կտանի կամ ծխելիք է առնելու կամ խմելիք է առնելու, չգիտես ինչ համար, մենք միանգամից այդ ենք մտածում, որովհետև մեծամասնությունը դրանով է զբաղվում։ Ամեն մի երիտասարդ գալիս է, ասում է կլինի ես քեզի գիրք վաճառեմ, ինչ-որ մի բան վաճառեմ, ասում է ձրի չեմ ուզում այդ գումարը։ Ուզում եմ որ դու վճարես ինչ-որ բանի համար վճարես, ինձ դեղ է պետք որ տանեմ տա։
Ես իջա մեքենայի միջից, ասի լավ, իշտեմ մի հատ զրուցեմ իր հետ։ Մեկ էլ հետ քաշվեց, գնաց, բան, սկսեցի ավետարանել։ Բա ասեց, ինչից որոշեցիր, որ ես քրիստոնյա եմ։ Ասի դե արտակինից երևում է, որ դու ռուս ես, քրիստոնյա ես։ Բա չէ, ես քրիստոնյաներին չեմ սիրում։ Դուք բոլոր քրիստոնյաները դաժան եք։ Ձեզանից գալիս ես դեղ ես ուզում, դու գիտես թե ուրիշ ինչ-որ մի բանի համար ես ուզում, բայց ինչ-որ միտեղ ինքը ճշմարտություն էր ասում։ Ասում է դուք քրիստոնյաներդ անտարբեր եք։ Ու սկսեց ինձի այլ կրոն քարոզել։ Ես ուրիշներից ուզում են իրանք ողորմությունը տալիս են, ես իրանց դիմում եմ, խնդիր չկա, օգնում եմ, բայց դուք քրիստոնյաները շատ սառն եք։ Ու իրոքից սառնություն կա քրիստոնյաների մեջ։ Ոնց դու կարաս Քրիստոս ունենաս ու չգնաս այդ լույսը տաս մարդուն։ Խավարի մեջ գտնվողին ոնց դու կարաս չգնաս ճանապարհ ցույց չտաս իրան։ Ինձ անծանոթ մարդ, որ ընդհանրապես պետք է, ես հետո հասկանում ես, որ Աստված ուրիշ բան ունի իմ կյանքում։ Միգուցե այսօրվա քարոզը հենց իր համար էր, սիրելիս, որ ես գա իրան փրկեի։ Էս էլ օրհնությունը որ ստանայի, համ ես, համ դու։ Ասեց ես ընդունել եմ մուսուլմանություն։ Ասում եմ ես այդ կրոնին եմ, այսա մեջ սենց է գրած, այս ինչ է գրած, սկսեց իր այդ արտահայտությունները ասի լսի դու կարդացած կաս այդ գիրքը, բա չէ։ Ասի արի ես քեզ իմ երկու բան ասեմ իր հեղինակի մասին, ով է այդ գիրքը քեզ գրե տվե։ Հասկանաս կգնաս իր հետևից թե չէ։ Կուզենաս գնաս իր հետևից թե չէ։ Մի երկու բանով ասեցի, ասեց սառած նայում է դեմքիս։ Ասի լսի Աստված կարա քո կյանքում բան փոխի։ Ասա Քրիստոս կարա քո կյանքում բան փոխի, դու քրիստոնյա ես։ Հա իմ մաման քրիստոնյա է, ասի հա փառք Աստծո իր համար։ Ասի եթե ուզում ես քո կյանքում բան փոխի, պետք է ապաշխարես։ Բայց ես չգիտեմ ինչ անեմ։ Ասի ես քեզի կօգնեմ դու կրկնի։ Աղոթեց, ապաշխարեց, յուղովածեցի, աղոթեցի, գնաց տվի Տիրոջը։ Մնացած Աստված գիտի, սիրելիս։ Աստված ինձ ու քեզանից էտ է ուզում։ Բարի լուրը տարեք տվեք։ Բարի լուրը տարեք հասցնեք։ Քայլում ես, տենում ես, այդքան հայ ազգ կա։ Մենք մի տեսիլք ունենք, օտար երկրի մեջ հասնենք բոլոր հայ ազգերին։ Կողից էլ ինչքան էլ ազգ կա, էլի փառք Տիրոջը, սիրելիս։ Պտի գան, ճանաչեն կենթանի ասում։ Դու պտի ես ու դու պտի մի մասնիկը լինենք դրան։ Ասում է գնացեք, ավետարանեցեք։ Եվ ով որ ընդունի, կլինեն հետևյալ նշանները. կբժշկվեն, կույրերը կտեսնեն, կաղերը կքայլեն, մեռելները հարություն կառնեն, սիրելիս։ Ու էլ ավելին եմ ուզում քեզ ասեմ։ Հոգևոր կույրերը շատ կան, սիրելիս։ Հոգևոր մեռածներն էլ շատ կան։ Հոգևոր կաղեր էլ շատ կան, որ ասում մեջ կաղում են, որ ասուն չեն կարում տենան, բա մեկը չլինի, որ ցույց տա, մեկը չլինի, որ ձեռքից բռնի, ասի գիտես ինչ կա, արի մեր Աստված կարում է քեզի հանի կանգնեցնի։ Հիմա դուք ասես, մեռելները հարություն կառնեն, սիրելիս, հոգևոր մեռած մարդը ավելի կարիք ունի։ Միգուցե մեռել չես կարում հարուցանես, բայց հոգևոր մեռածին դու գարաս հետ բերես։ Այն ով որ գնացել է, ով որ դուրսն է, կույրության մեջ, կաղության մեջ, այն որ ասում է իրանց փոսն են արդեն փորում։ Դու ես աղու լույսը։ Դու ես որ կարաս այդ ամեն ինչից հանես հետ բերես, սիրելիս։ Կորցրածը հետ կբերեմ, Քրիստոսի նպատակը է։ Փրկությունը որ կորցրել էր, եկավ նորից այդ փրկությունը հետ վերցրեց։ Բալանիները վերցրեց իր ձեռը, իջավ վկայություն արեց։ Ասում է իջավ դժոխքը, հելավ 40 օր իր հրաշքները արավ, բարձրացավ հոր կողը նստավ։ Ու Տիրոջ ծրագիրը շարունակում է։ Ամեն։ Ես կխնդրեմ կանգնեք ոտքի։
Վերջի տեղն եմ կարդալու, սիրելիս։ Սաղմոս 25-րդ գլուխ 4-ից 5-րդ խոսքերը։ Ցույց տուր ինձ ով Տեր, քո ճանապարհները, սովորեցրու ինձ քո գնալու ճանապարհները, առաջնորդիր ինձ քո ճշմարտությունում եւ սովորեցրու ինձ, թե դու ես իմ փրկության Աստվածը, քեզ եմ հույս դրել ամեն օր։ Ամեն։ Սա քեզ ա ուղերձ, սիրելիս։ Անձամբ քեզ, ոչ կողինիդ, ոչ հետևինիդ, ոչ դիմացինիդ, ոչ մեկիդ, անձամբ քեզ ուղերձ, որ գնաս, ասես Տեր, ցույց տուր ինձ, ով Տեր, քո ճանապարհները։ Իրա ճանապարհները կատարյալ են։ Իրա ճանապարհները միգուցե հորթուբորթ է լինեն, բայց ինքը մեկը քո հետն է։ Եթե քամի է լինի, փոթորիկ է լինի, Քրիստոսը հելնելու է նավից, ասելու է խաղաղվի փոթորկին։ Սովորեցրու ինձ քո գնալու ճանապարհները։ Աշակերտի ունակություն ունենանք ամեն մեկս։ Աշակերտին սովորեցնում են, աշակերտն էլ պատրաստ է սովորելու։ Եթե ինքը պատրաստ չի սովորելու, ինչքան էլ ուզում ես տանջվի, մեկը չի սովորելու։ Առաջնորդիր ինձ քո ճանապարհներումը եւ սովորեցրու ինձ, դու ես իմ փրկության Աստվածը։ Ինքն է քո փրկությունը։ Ինքն է քո կորցրածը հետ բերելու։ Ինքն է միակ ճանապարհը։ Քեզ եմ հույսս դրել։ Հույսս քո վրա է, Տեր ջան։ Հույսս քո վրա է, որ առավոտ կարթնանամ։ Հույսս քո վրա է, որ իմ երեխեքը առոգ, փառոգ կգնան դպրոց, կգնան, հետ կգան։ Քո հույսն է, որ ամուսինս կգնա աշխատանքից, հետ կգնա։ Քո հույսն է, որ իմ ընտանիքը կպահես, Տեր ջան, իմ բացակայության ժամանակ։ Իմ հույսը դու ես։ Շատ լավ ասում։ Ամեն օր, սիրելիս, ամեն օր, բացառություն չկա։ Ամեն օր հուսա ամեն բան ամեն օր Տիրոջ ու այդ պտուղը կքավես։ Հալելույա։ Ամեն սիրելիս, փառք Տիրոջը։ Հալելույա Տեր ջան։ Շնորհակալ ենք այս խոսքի համար, Տեր, որ դու տվեցիր այս կենաց կյանքի խոսքը ամեն մեկիս կյանքում, Տերի մարքա։ Դու բոլորի համար պատրաստել ես այս խնջույկավոր սեղանը, Տեր, որի վրա ամեն մեկիս համար ուտելիք կա։ Մեկին քաղցր, մեկին խմոր, մեկին սոկ, ամեն մեկիս համար, ամեն մեկիս պատվել ես, Տերի մարքա։ Խնդրում եմ, Տեր ջան, կերակրիր մեզ, ու այդ կերակուրը թող մեզ հասունության բերի։ Ու խնդրում եմ, Տերի մարքա, քրոջս ու աղբորս համար, այն երբևիցե ինչ որ կորցրել են, ինչ որ սատանեն գողացել է, արգելում եմ անիծյալ լինես դու սատանա, այլ մոտիկաս, գողանաս, ջարդես, փճացնես, ավիրես իմ աղբերների ու քրերի կյանքում, Հիսուսի զորավոր անունով, թող Տիրոջ լիությունը գա, Տիրոջ առատությունը գա, Տիրոջ բժշկությունը գա, Տիրոջ ազատագրումը հենց հիմա գա բոլորի վրա, Հիսուսի զորավոր անունով։ Լցնես քո սիրով, քո խաղաղությունով, ուրախությունով, երջանկությունով, հպվես ամեն մեկին, Տեր ջան, գրկես քո հայրական ջերմ սիրով, այն սիրով, որի համար դու խաչը բարձրացիր քո միածին որդուն։ Թող ամեն մեկը վայելի ու զգա այդ ներկայություն, քո հայրական շունչը թող զգա, Տեր, Հիսուսի զորավոր անունով։ Օրհնում եմ բոլորիս, անձնում քո ձեռքերի մեջ, թող Տիրոջ սերը, ուրախությունը, օրհնությունը լինի ամեն մեկի սրտում, մտքում եւ հոգում, Հիսուսի զորավոր անունով։ Ամեն։ Ամեն։ Փառք Տիրոջը, սիրելիս։